Փառքես Տեր, քո անունը վեր է Տեր, քո անունը բարձր է Տեր իմ Աստված, փառք ենք քեզ տալիս Տեր, Տեր զորացրա մեզ, խնդրում ենք քո ներկայությունը Տեր, բաց մեր սիրտը Տեր, որ վերցնենք Տեր, քո խոսքդ վերցնենք, որ բուժող է Տեր, փառք ենք քեզ տալիս Տեր, գոհանում ենք քեզանից այսօրվա համար, փառք քեզ, ամեն։ Փառք Աստծուն, գոհանում ենք Տիրոջից ձեզ համար, փառաբանության համար, միշտ կնստես քո կողքինիդ մի օրհնանքի քաղցր խոսք ասա, ասա ճիշտ տեղում ես, բարով ես եկել։ Նույնպես ողջունում ենք մեզ համացանցով հետևողներին, Աստված ձեզ շատ օրհնի։ Անցած ծառայությանը մենք խոսում էինք, թե ով չունի Աստծո լույսը, որ իր կյանքի մեջ, ով շրջված է Աստծուց, եւ տեսանք տարբերությունը ու շատ կարևոր է, որ Աստծուն շրջված չլինենք եւ գա մեր կյանքի մեջ Տիրոջ լույսը, ինչպես շատ անգամ լսել եք, որ Տերը թող քո հոգին լուսավորի, մեր կյանքերի մեջ դա իրոք շատ ենք լսել, բայց Տիրոջ լույսը երբ որ չլինի, ամեն բան կչորանա։ Ու այսօրվա իմ ուղերձս այսպես եմ վերնագրել պատարագ, ինչի համար պատարագ, որովհետև շատ ժամանակ մենք պատարագները թողնելով, Տիրոջ տունը մեկտեղ հավաքվելը թողնելով, շատ ժամանակ ոչ միայն դա է պատճառը եւ կարամ ասել, որ մեղքի պատճառով մենք հեռանում ենք Աստծուց։ Եվ գիտես, թուլանալով ինչն է մեզանից առաջինը խլում, սրա մասին շատ եմ խոսացել, թող ձեր կյանքերի մեջ սա շատ հստակ պարզ լինի։ Երբ որ մենք սկսում ենք չկարդալ ավետարանը, չկարդալով Աստվածաշունչը, սա արդեն ահազանգ է, որ մենք հասկանանք։ Ու հաջորդը, որ մեզանից խլվում է աղոթքի կյանքը եւ այսպես չենք հաճախում եկեղեցի ու սա խնդիր է։ Եվ մարդը կորցնում է իր կյանքի մեջ աստվածավախությունը։ Երբ որ մարդը կորցնում է իր կյանքի մեջ աստվածավախությունը, գիտես, սա առաջինը հասկանում է աշխարհը, հոգևոր աշխարհը։ Կարամ ասեմ դիվային աշխարհը, եւ գիտես, սկսում է հարցակումները մարդու վրա։ Եվ երբ որ մենք լցված ենք Քրիստոսով, երբ որ լցված ենք Տիրոջով, մենք ունենք լծակներ աշխարհի վրա։ Ունենք, եւ որտեղ որ դու մտնես, դու այնտեղ իշխում ես։ Բայց երբ որ Քրիստոսից հեռու ենք եւ մեղքի մեջ ենք մենք, երբ որ կորցրել ենք աստվածավախությունը, մեզ վրա աշխարհը սկսում է իշխել, մեզ վրա իշխում է մեղքը եւ մենք լինում ենք մեղքի ծառա եւ գիտես, այսպես անverջ կարամ օրինակներ բերեմ, խոսեմ, բայց ո՞րն է ելքը։ Ո՞րն է ելքը։ Աստվածաշունչում մի պատմություն կա, երկրորդ մնացորդած 30-րդ գլուխը կարող եք ամբողջովին կարդալ, այնտեղ շատ կարևոր այսպես գրված է մանրամասնորեն այս ամեն պատմությունը, թե հին ուխտում պատարագի մասին եւ այստեղ գրված ասում է եւ Եզեկիան նամակներ ուղարկեց Հրեաստանում բոլոր քաղաքներում, որ մարդիկ հավաքվեն։ Բայց մինչև սա ես կուզեմ մի բան խոսեմ, որ ժամանակ կար, որ սա տարիներ առաջ էր, երբ որ մենք բացօթյա այսպես հավաքույթ ասեմ, պիկնիկ ասեմ, երբ որ հավաքվել էինք բաց երկնքի տակ ու այսպես ամեն ինչ շատ գեղեցիկ դասավորվեց եւ հովիվ գոր իմանալով մեր ավակ հովիվ ասա, բա պատարագը ես չէի ասենք նայում
որ սա նույնպես կարևոր է, որովհետև այդ ժամանակ մարդիկ եկել են եկեղեցի, մի քանի հոգի, որ ասենք տեղակ չեն, որ եկեղեցու դռները փակ են ու բոլորը գնացել են պիկնիկ, ու սա նորմալ չէր։ Ու պետք է հասկանանք, որ պատարագը շատ կարևոր է, որ պետք է մենք ամեն բան հարմարեցնենք ու դրանից հետո շատ բան փոխվել է, մենք գիտենք, որ երբ որ մեր մոտ նույնիսկ ճամբար ալնում, այդ ճամբարի հետ մենք խոսեցնում ենք, որ գանք անմիջապես հասցնենք եկեղեցում, եւ որ շատ կարևոր է մեր պատարագը, մեր հավաքույթը, չէ՞, ինչպես մենք ասում ենք հավաքույթ։ Եվ այստեղ երկրորդ մնացորդած 30-րդ գլխի մեջ այդ ամբողջ գլուխը խոսում է սրա մասին եւ ասում է եւ նրանք ասում է հավաքվեցին զատիկ անելու համար, որ շատ վաղուց չէին հավաքվել։ Երբեմն լինում է, որ ամեն բան ուշանում է թեկու պատարակդ, թեկու երկրպագությունդ, թեկու աստվածպաշտությունդ, ամեն ինչը ուշանում է։ Եվ ասում է, նրանք խիստ մեծ ժողով պատրաստեցին, հավաքվեցին։ Եվ գիտես, հավաքվելով ինչ արեցին, նրանք հեռացրեցին կուրքերը։ Կուրքեր, որ գիտես, այդ կուրքերը առաջվա այսպես փոքրիկ այս արձանիկները չեն, որ իրար դեմ չոքած աղոթք էին անում։ Այսօրվա կուրքերը դուք ձեզ պետք չի որ բացատրենք, մարդիկ բոլորս էլ գիտենք, որ այդ կուրքերը այսօրվա որոնք են, կուրքը նա է, որը որ քեզ խանգարում է աստվածպաշտությունից հետա կանգնացնում։ Սա գիտես, այսպես մի հատ մեծ կարանք ցուցակ կազմենք, բայց ամեն մարդ գիտի ինչը որ կարա իրեն խանգարի աստվածպաշտության հետ կապված եւ ամեն մարդ ճանաչում է այդ կուրքերը ու գիտես ինչն է խոսում ասում է եւ նրանք վերցրեցին եւ դեն գցեցին հեղեղատը բոլոր կուրքերը բոլոր սեղանները որ խունգ էին ծխում այդ կուրքերին գիտես այստեղ մի հետաքրքիր բան է բացվում ինձ եւ մի բան է որ կուրքերը տանես թաղես որ ազատվես բայց մի բան է որ տանես գցես ջուրը ու գիտես ինչն է հետաքրքիր մարդիկ կան որ այդ կուրքերը թաղած դու կարող ես ծոմ վերցնես ինչ որ բանից ազատվես բայց նորից իր տեղը գիտենալով գնաս քանդես այդ թաղած տեղից աստվածավախությունը անցել է նորից քեզ համար այդ կուրքը վերականգնես եւ նա նույնպես դառնա քո կուրքը բայց երբ որ դու վերցնում ես եւ տանում ես դեն ես նետում ինչպես խոսքի մեջ գրված է հեղեղատը դու գցեցիր ջուրը եւ ջուրը տարավ всё էլ դու վերջ իրանից հեռու ես երբեմն մեզ պետք է դեն գցել այդ ջրերի մեջ որ գնա եւ ինքը քեզանից բրծի որ դու վերջնականորեն վերջ տնես եւ մոռանաս այդ խնդիրների համար այդ կուրքերի համար եւ խոսքն ասում նրանք զոհեցին մենք գիտենք որ այդ մեզ համար ավելի այսպես շատ հստակ մենք գիտենք այդ մատաղը չէ մատաղներ արեցին չէ որ բերեցին եւ գիտես ասում է եւ թագավորը իր կողմից շատ կենթանիներ արջարներ տվեց որ զոհեն եւ բոլորի համար մորթվեց մենք գիտենք որ մեղքի վարձքը մահն է չէ եթե կա մեղքի համար պետք է քավություն ինչ որ մեկը պետք է մեռնի այրունա պետք թափվի որ քո մեղքը քավվի եւ այնտեղ գրվում է ասում է եւ այրուն սրսկեցին մարդկանց վրա տեսել եք չէ այսպես քահանաներ կան երբ որ այսպես ջրով ցանում են չէ այդ բանը սվիտոյե վադա չգիտես ինչ գիտես այդ այրունը խոսում են նրա մասին որ այդ սրսկած այրունը քավելու էր նրանց մեղքը եւ այդտեղ դրանից հետո ասում է եւ 7 նոր տոն պատրաստեցին գովեցին Աստծուն եւ 7 օրը քիչ էր 7 օր էլ նորից ավելացրեցին որ ավելանա այդ օրերը գովեցին երկրպագեցին եւ դրանից հետո նոր քահանաները սկսեցին օրհնել մարդկանց գիտես երբեմն ժամանակներ կա որ ասում են գիտես այս մարդու մի հատ աղոթի այսինչ բանը իրան պետք է չգիտեմ ինչ կրեդիտը ես իմ ինչ որ բաներ բայց գիտես դրանից առաջ կարևոր է որ մարդը բժշկվի մարդու փրկությունը ավելի կարևոր է որ մարդը ճանաչի Աստծուն մարդ ունենա աստվածավախություն մարդը ճանաչի Աստծու մեծությունը ու գիտես այդ բժշկվելուց առաջ այդ տեսնում ենք որ կար քավություն կար ճանապարհ կար զոհեր եւ դրանից հետո նոր այդ
տոներից հետո, երբ որ մտան երկրպագության մեջ եւ երկրպագությունից հետո նոր քահանաները սկսեցին օրհնանքի խոսքը տալ մարդկանց։ Սա մեծ process է, որ մարդիկ պետք է հասկանան, որ այդ process-ը միանգամից թեպետ Քրիստոսը մեզ համար թափել է մեծ այրուն։ Այդ պատարակը, երկրպագությունը, ճանապարհը անցնում ես, դա միանգամից այսպես մի ակնթարթում չի լինի։ Եվ այստեղ Աստվածաշնչի մեջ մի վերջում էս գլխի մեջ խոսում ասում է, եւ մարդիկ կային, որ հերվից եկել են եւ չէին հասցրել իրանց համար զոհ չէին արել եւ իրանք չէին հասցրել սրվեն։ Եվ պետքա գային տաճար։ Եվ այդ մարդիկ, ասես մի հատ խոսք կա, չէ՞, ասում է հերվաշենից եկել էին։ Եվ եկել հասել էին, չէ՞, մարդիկ ու իրանք չէին հասցրել այս ամեն ինչը։ Եվ ասում է եւ Եզեկիան Տիրոջը աղոտ բարձրացրեց, որ այդ մարդկանց Տերը սրբի, եւ իրանց ասում է սրբությունը մաքրություն համարի։ Սրբության համեմատ իրանց մաքրված համարվի, իրանց սրտի դիրքը, որովհետև նրանք հերվից էին եկել, նրանք պատրաստ էին, բայց չէին հասցրել սրբելու։ Եվ գիտես, այսօր էս կարևոր է, որ մեր այդ սրտի դիրքը ճիշտ եղնի Աստծո հանդեպ։ Որ մենք ուզենանք, ինչպես մենք անցած ծառայությամբ տեսանք, որ եթե մարդը իր դիրքով հակառակ Աստծուն եւ Տիրոջ գարունը, Տիրոջ լույսը չի ծագել իր սրտի վրա եւ նույնպես մարդը կարա հեռու լինի, որ չգա Աստծուն եւ չհասնի Աստծուն եւ Տիրոջից ողորմություն չխնդրի, Տիրոջից ներողություն չխնդրի, սա շատ կարեւոր է։ Մի կարևոր բան կուզեմ ասեմ, որ թող սա մեր մեջ շատ հստակ թող լինի, որ մենք հասկանանք։ Աստվածաշնչում Եբրայեցիս 13:8-ում խոսքն ասում է. մեր Աստված նույնն է երեք, այսօր եւ հավիտյան, եւ Աստված մեղքը թույլ չի տալիս, որ աչք չի փակում, այսպես ասեմ, մեղքի վրա։ Կա մեղք, մեղքի համար պետք է զոհ։ Թեպետ Տերը մեզ համար զոհ է արել, բայց այդ զոհին պետք է մենք մոտենանք շատ զգուշությամբ։ Դες ինչպես մենք ընդունում ենք Տիրոջ թանկ այրունը, ինչ ենք անում։ Ասում ենք թող մենք գանք Տիրոջ, մեր գլուխները խոնարհեցնենք, չէ՞։ Խնդրենք ներողություն, որ Տիրոջից Տերը ների մեր հանցանքները թող իր թանկ այրունը վերցնելով մենք հասկանում ենք այս ամեն ինչը։ Այսինքն պետք է գործողություն, որ դա չի լինում մեկ վայրկյանում։ Կա որ ասենք հայտնություն ես դու առնում։ Մեկ բան դու չէիր հասկանում եւ Աստված քո կյանքիդ մեջ գալով քեզ տալիս է հայտնություն, դու ասում ես հասկացա։ Թե ասենք ինչ-որ մի բան կամ ինչ-որ քո կողքիդ ինչ-որ մի բան ես հասկացնում, դա իր համար հայտնություն է, միանգամից հասկանում է, բայց քավության process-ը դա մի վայրկյանում չի, դու պետքա ճանապարհ անցնես։ Դու պետքա գաս Տիրոջը, դու պետքա մտափոխվես։ Դու պետքա սթափվես, չէ՞։ Սա գիտես, սա ճանապարհ որ մենք բոլորս պետք է անցնենք։ Գիտես, երբեմն ասած մի օրինակներ կա, որ գիտեք, որ ասած կոպիտ օրինակներ են բերում, որ ասած པարզ եղնի մեզ։ Երբեմն ասենք ինչ-որ միտեղ են քեզ կանչե, դու պետքա գնաս, բայց պատրաստ ես, ասում ես մի քիչ կսպասեք, ես մի հատ թափով գնամ դուշ ընդունեմ ու գամ։ Լոգանք ընդունեմ, 15 րոպե սպասեք, ես վրազ ես փոկվեմ գամ, չէ՞, ասած արագ, մի հատ խոսք ասում են, արագի մեջ վրազ գնամ գամ։ Իրենց շատ մարդիկ երբեմն այդ ճանապարհում, երբ որ մեղքը դարել է, մեծացել է եւ խնդիր կա, որ Աստված պաշտությունը իրանցից շատ հեռու է, իրանցից շատ հեռու է, ու իրանց թվում է թե հարցերը միանգամից մեկ վայրկյանում պետքա լուծեն, բայց դա մի հատ մեծ ընթացք է, որ մենք պետքա լավ հասկանանք։ Աստվածաշնչում Ղուկաս ավետարան 23 գլխում 44-45-րդ խոսքերը եկեք կարդանք։ Այստեղ խոսում է, ասում է եւ վարագույրը տաճարի վարագույրը մինչև վերջ ասում է ճղվեց։ Վարագույրը տաճարի պատրվեց, մենք գիտենք, որ վարագույրին է մասին, երբ որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը խաչվեց ինձ ու քո համար, այդ արգելքը չկա, մենք միանգամից կանանք մտնենք խորան։ Թեպետ եւ վարագույրը պատրված է, թեպետ եթե մենք կանանք գանք խորան,
թեպետ դու կարող ես գաս եկեղեցի եւ լսես խոսքը, թեպետ դու կարող ես ներկա լինել, բայց դու կարաս չլսես Աստծո ձայնը։ Դու կարող ես քարոզը քեզ տեղ չհասնի եւ չհասնի քո սրտին եւ չբացվի քեզ համար, որովհետեւ կամ մեծ պատ, մեղքի պատն է, որ դու չես կարող հասնել խոսքին։ Լսած կլնեք, չէ, երբ որ ինքնաթիռները դուրս են գալի թռիչքի, վայրեջք տալու համար իրանց պետքա ճանապարհ տան, իրանց պետքա պալասա տան, ինչ-որ տեղ տան, որ ինքը վայրեջք կատարի։ Նույնիսկ երբ որ երկինքը բաց է, մեր Աստված մեզ լսում է, մեր աղոթքը, մեր Աստված աղոթ լսվող Աստված է, ասեմ, որ մեղքի պատճառով մեր աղոթքները կարան տեղ չհասնեն։ Աստված աղոթ լսող Աստված է։ Բայց մեր աղոթները լսելով մեզ համար բաներ կան փակ, ինչի համար, որտեղ մենք պետք է գանք Տիրոջը եւ Տիրոջից խնդրենք իր ողորմությունը, մտափոխվենք, գանք Աստծուն, որ Աստված ամեն բան փոխի մեր կյանքերի մեջ։ Մի հատ էլի ես մի օրինակ եմ բերում, երբեմն զգացել եք, երբ որ մի բան ես սկսում դու ուտել, չես կարող մի անգամից կուլ տաս, ինչ ես անում, սկսում ես ծամել եւ հետո կուլ ես տալի։ Մանավանդ եթե մի քիչ ես տաք ա եղնում, ինչ ես անում, դու շատ զգուշ ու գիտես այդ process-ը որ կա, ապաշխարության process-ը շատ նման է սրան։ Որ այդ ապաշխարության process-ը դու մի անգամից չես կարող, գիտես, ասես մի հատ վրաս ջուր տվեք, բգիսա կանգնե չեմ կարող։ Դա process է երկար, դու պետքա գաս Աստծուն, դու պետքա հասկանաս, այս ամեն ինչը պետքա մենք գիտակցենք եւ բերենք Աստծուն, Տիրոջ մեծ ողորմությունը, թանկ այրունը խնդրենք մեր կյանքերի, որ գա մեզ սրբի եւ մաքրի, որ մենք կարողանանք բժշկվենք եւ կանգնենք Աստծո առաջ։ Շատ ժամանակ գիտես ինչն է խնդիրը, որ մարդիկ ծածկում են Աստծուց, փակվում են Աստծուց։ Սրա մասին շատ եմ խոսացել, ուր էս Ադամ։ Ադամը մեղք էր գործել եւ Ադամը իրեն թվում էր թե Աստծուց կարողացել է փախնի եւ ամեն բան ծածկի։ Ղուկաս ավետարան 12-րդ գլխի 2-ից 3 խոսքերում ասում որովհետև ոչինչ ծածուկ բան չկա, որ չհայտնվի եւ թակում որ չիմացվի։ Ու այստեղ մնացած տեղերում կարող եք կարդալ ամբողջը, մարդը իրեն կարծում է, որ ամեն բան կարա ծածկի, ամեն բան կարա փակի ու սա մի հատ մեծ խնդիր է։ Ասում որովհետև ինչ որ խավարում անեք, լույսի մեջ կլսվի։ Սա շատ կարևոր է, որ մենք չթաքցնենք ամեն բան, գոնե Աստծուց։ Գիտես, ժամանակ կա, որ մարդկանց հետ խոսելով, ես ասում եմ, եթե դու չես կարող խոստովանես, որ բժշկվես, դու կարաս քո Աստծուց հետ բաց լինես, ասես ես այս խնդրի մեջ պարտվել եմ։ Սա շատ կարևոր է այդ խոստովանությունը։ Մի եղբայր կար, գիտես, ինքը ես իրան շատ եմ սիրում հարգում, շատ տարիներ առաջ էր, երբ որ գնում էր Հայաստան, ինքը այնտեղից թուլացած հետ էր գալիս։ Ասում էր, գիտես, ես գնացի, ինձ խմցրեցին։ Ասում ո՞նց թե խմցրեցին։ Ասում հա, ասում դու երկար ժամանակ, ասում գիտես, ես այդտեղ լավ եմ զգում, Հայաստան գնում եմ, այնտեղ շատ խնդիրները մեծ է, այնտեղ դժվար է հոգևոր վիճակը պաշտպանել, ասում այնտեղից գալիս է, տեսնում եմ մի բան են չի, ասում հա ինձ խմցրեցին, ասում հո դες մի հատ խոսք կա, չէ, ասում հո բերանը չէին բացել մեջը լցել, չէ, այդ օղին, չխմեիր վերջը։ Հաջորդ տարին եկավ, ասում ինչ որ նարկոտիկ են իրան տվել եւ ասենք չգիտես ինչա ծխել, մարիխուանա, այդպես ասեն։ Ու գիտես ինչն էր այդ մարդու ինձ դուր գալիս, այդ մարդը չէր ծածկում։ Ասում էր ես մեղքի մեջ եմ, ես մեղքի մեջ եմ ընկել, ես թուլացել եմ, ինձ պետքա ու գիտես իրա վերականգնվելը ստացվում էր, նա ինքը դզվում էր, ինքը կանգնում էր, ինքը բժշկվում էր, գիտես ինչն էր պատճառը, որ ինքը չէր ծածկում իր մեղքը։ Ու սա շատ կարևոր է։ Աստված աղոթ լսող Աստված է։ Երեմիա 29:12-14 ասում է եւ դուք կկանչեք ինձ եւ կգնաք ու աղոթ կանեք դեպի ինձ եւ ես կլսեմ ձեզ։ Մեր Աստված աղոթ լսող Աստված է։ Մեկ ուրիշ տեղ գրված ասում է եւ ձեր աղոթները ասում է խունգի պես բարձրանում են երկինք։ Աստված արդար է, Աստված ողորմած է։ Գիտես այդ ողորմությունը Տիրոջ շատ մեծ է։ Երբեմն մեզ թվում է որ մենք պահելով, քողարկելով այս ամեն ինչը, մենք կարողանանք ինչ-որ մի լավ բան անենք մեզ համար, բայց սա շատ մեծ խնդիր է։
Ասում եմ, եթե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է եւ արդար, որ մեզ ների մեր ամեն անիրավություններից։ Չէ՞, Աստված, սա մի տեղ է, որ կուզենամ, որ ձեր Աստվածաշնչի մեջ գտնեք այդ տեղը, անգիրանեք, որովհետեւ սա շատ կարեւոր է։ Ինչի միջից է անցնեք, ինչ խնդիրների միջով որ անցնեք, ինչ անիրավության միջից էլ որ անցնենք, հիշիր, որ արդար Աստված ողորմած է, որ կարող է ների սրբի քեզ ամեն անիրավությունից, եթե մենք խոստովանենք։ Խոսքը սկսում է եթե մենք, եթե շատ կարևոր է, եթե մենք խոստովանենք, սա շատ կարևոր է։ Այսինքն պետք է գանք ապաշխարության, խոստովանենք, որովհետև Աստված ողորմած է, եթե խոստովանենք, Աստված մեզ կտա ողորմություն եւ կգտնենք բժշկություն Տիրոջ մեջ։ Հայտնության 21-27-ում ասում է, ով որ հաղթի կժառանգի։ Ով որ հաղթի, ամենը կժառանգի եւ ես կլինեմ նրա Աստված եւ նա կլինի ինձ որդի։ Շատ լավ է, անտիրա, ով որ հաղթի։ Գիտես, ասեմ քեզ, սրա մասին շատ եմ խոսացու եք խոսեմ։ Հաղթես, ինչին հաղթես։ Գիտես, մեղքին էլ հաղթես, սատանային էլ հաղթես, բայց ամենակարևորը պետք է մենք մեզ հաղթենք, մեր եսին պետք է հաղթենք։ Աստված մեզ համար մեծ պատերազմ արել։ Այսօր մենք երգում ենք այստեղից ասում ենք, գիտես, պատերազմ ես դու հաղթել, հաղթանակ ես մեզ շնորհել։ Գիտես, երբ որ Քրիստոսը գնաց խաչին, մեկ ակնթարթում չհաղթեց այդ պատերազմը։ Նա երկար խաչի ճանապարհ անցավ, գիտես, անարգվեց, մինչև Գողգոթա հասնելը դա մի հատ երկար ճանապարհ էր, դա վայրկյան չէր։ Եկեք մենք հասկանանք, որ մեր սրբելու ճանապարհը մենք պետք է ասենք այդ ճանապարհով անցնենք։ Պետք է գանք Տիրոջը, կանք զղջում ապրենք, ապաշխարություն ապրենք, ներում գտնենք, ներում ստանանք, հանդիմանության խոսքը լսենք Աստծուց եւ նույնպես ինչպես Սուրբ Հոգու մխիթարությունը գա մեր կյանքերի մեջ, սրանք սա շատ կարեւոր են, սա մի process է։ Գանք գոհանանք Աստծուց այդ process-ի մեջ, մտնենք երկրպագության մեջ եւ գտնենք բժշկություն։ Սա շատ կարեւոր է։ Ինչի միջով որ ասում ես, ինչ դժվարությունների միջով, գիտես, սա պատերազմ է։ Եթե կա քո կյանքիդ մեջ հոգեվոր պատերազմ, եթե կա խնդիրներ, եթե կա մեղք, եթե կա սայթակումներ, եթե ուզում ես հաղթել, ով որ հաղթի կժառանգի։ Ես իմ խոսքս կվերջացնեմ մեր Ավագովի Գորմեխակյանի աֆորիզմով։ Եթե ուզում ես հաղթել, հաղթանակը մեր խաչված Հիսուս Քրիստոսի ոտքերի առաջը։ Եթե հաղթես, կժառանգես, ով որ հաղթի ամենը կժառանգի, եւ ես կլինեմ նրա Աստված, եւ նա կլինի ինձ որդի։ Փառք մեր Աստծուն, եկեք կանգնենք եւ աղոթք վերցնենք։ Տեր, շնորհակալ եմ քեզանից։ Դու ես մեր Տերը, մեր Աստվածը։ Թող մեզ բացվի, Տեր, որ մենք գալով քո առաջ, Տեր, պետք է խնդրենք քո սուրբ թանկ այրունը, Տեր, որ խորան մտնելով, Տեր, լսելով լսենք եւ տեսնելով տեսնենք, Տեր։ Թող քանդվեն, Տեր, մեղքի այդ հաստ պատերը, որ կխանգարեն քեզ հաղորդակցվելու, Տեր։ Շնորհակալ եմ քեզնից քո խոսքիդ համար, Տեր։ Շնորհակալ եմ, որ դու ողորմած ես երեք եւ այսօր եւ հավիտյան նույնն ես, Տեր, եւ դու մեղքը չես հանդուրժում։ Եվ մեղքի համար դու մինչև խաչ գնացիր մեզ համար զոհվեցիր, Տեր, որ բացվի մեր աչքերը, Տեր, որ հասկանանք, որ քեզ պետք է մեզ միշտ քո թանկ այրունը, Տեր, որ սուրբ կանգնեցնես քո առաջ, Տեր, քո տաճարում, Տեր, որ հաղորդ լինենք քո եկեղեցուն, որ ժառանգենք երկնքի արքայությունը եւ լինենք քո որդիները, Տեր, եւ ողջ փառքը տալիս ենք քեզ, փառքես, ամեն։ Ես խնդրեմ, եթե կան մեր մեջ մարդիկ, որ այսօր մեզ հետ առաջի անգամ են, ողջունենք ձեզ, ձեռք բարձրացրեք, եթե կան մարդիկ, փառքես քո համար։ Գիտես, մի կարճ աղոթք կա, որ խնդրեմ, որ բոլորս այդ աղոթքն արել ենք, կկրկնենք այդ բառերը կարճ։ Սա հաշտությունը Աստծո հետ։ Խնդրեմ, եթե առաջ անգամ ես եկեղեցում Քրիստոսին Տեր ու Փրկիչ չես կանչել,
Գաս առաջ եւ այդ աղոթն անենք իր հետ, իրար հետ։ Բոլորս էլ եկել ենք, կանգնել ենք այստեղ այդ աղոթն անենք։ Խնդրեմ, որ այստեղ իմ առաջ կանգնես։ Կանգնի դեմքով ինձ։ Փակիր աշկերդ ոչ մեկին մի նայ, այս աղոթքը կարճ է, սա հաշտությունը Աստծո հետ։ Սիրելի եկեղեցի, խնդրեմ, որ օգնեք մեզ, Հայր Աստված, գալիս եմ քո առաջ Հիսուս Քրիստոսի անունով։ Սիրելի Հիսուս, ներիր ինձ, մաքրիր ինձ եւ մկրտիր ինձ քո Սուրբ Հոգով։ Ես հավատում եմ, որ դու եկար աշխարհ, խաչվեցիր, չարչարվեցիր, մահացար ինձ մեղքերից ազատելու համար։ Այսօրվանից եղիր իմ Տերն ու Փրկիչը։ Փառք ես, ամեն։ Փառք Աստծուն, փառք մեր Տիրոջը։ Մենք ունենք ձեզ համար խոսք, սա Աստվածաշնչի ավետարանն է։ Այս խոսքով է, որ պետք է ժառանգենք երկնքի առկայությունը։ Եվ մի աղոթք կա, կուզենք, որ ձեզ օրհնենք, պարզենք մեր ձեռքերը եւ օրհնենք ձեզ։ Սիրելի եկեղեցի, խնդրում որ պարզես ձեռքդ եւ օրհնակի խոսքեր հնչեցնես։ Տեր, շնորհակալ եմ քեզնից։ Դու ես մեր Տերը, մեր Աստվածը։ Քո փառքիդ համար թող քո լույսդ գա, Տեր, ճանաչեն քո մեծությունը, Տեր։ Թող զանազանեն ամեն բան, Տեր։ Թող լցվի իրենց ներսը քո մեծ խաղաղությունը, Տեր։ Քո փառքիդ համար խնդրենք, որ իրենց կյանքերի մեջ քանդվի ամեն չար խոսք, չար հռչակում, քո փառքիդ համար խնդրենք, որ օրհնված եղնեն եւ քո օրհնությունները գա իրենց կյանքերի մեջ։ Հանուն Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։ Փառք Աստծուն։ Աստվածաշունչը խոսում ասում է, որ մեկ հոգու ապաշխարության պատճառով ասում է երկնքում հրեշտակները պար են գալիս։ Փառք Աստծուն ձեր համար։